Բարև ձեզ, օրախնդիրն է 168 TV-ի եթերում, հյուրընկալել եմ կրոնագետ փիլիսոփա, խորհրդարանի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանին։ Ողջույն ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ դժվար է գնահատական տալ 3 տեղի ունեցածին։ Ես կուզեմ դուք ընդհանրապես իբրև կրոնագետ ասեք մեր եկեղեցին եւ մայրաթորը իր գոյության 1725 տարիների ընթացքում նման թշնամական ներխուժում վեհարան հայերի ձեռքով տեսել էր թե ոչ։ Ու իմ հիշողությամբ դա ըստ էության երկրորդը չունեցող դեպք է։ Նորովելիվս հայկական պետականության պայմաններում դա իրերի բնությունից դուրս ընկնող, իրերի շարքից դուրս ընկնող երևույթ է։ Եվ ես համարում եմ, որ դա ծայրահեղ ակտ էր, որը այնուամենայնիվ իր արձագանքը ունենալու է երկար ժամանակ, որովհետև այն ամենը, ինչ երբևէ չի եղել եւ մեկ անգամ տեղի է ունենում, նրա արձագանքը եւ բացասական հետևանքները անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։ Սա իհարկե մենք կարող ենք հիմա խոսել, թե իսկ ինչից էր դա, ինչ արմատներ կարող էր ունենալ, իսկ ինչ է նշանակում, որ հայկական ինքնության գլխավոր առանցքներից մեկը հանկարծ հայտնվել է իշխանությունների կրակի տակ։ Իհարկե այս ամենը համեմված է նաև ինչ որ կրիմինալով, հա, այսինքն իշխանությունը փոխելու կոչերով, իշխանության դեմ հեղաշրջման ծրագրի ստեղծմամբ եւ այլն, այդ ամենը իհարկե հույս ունենանք, որ կպարզվի ինչ որ չափով, բայց մի ուրիշ բան եմ ես իմ կարծիքով անհրաժեշտ հասկանալ, թե որքանով է սա ներքին խոհանոցի դրսևորում եւ որքանով արտաքին թելադրանքի դրսևորում կարող է լինել, որովհետեւ պատահականություն չէ, որ մենք տեսնում ենք Մոլդովայում մոտավորապես նույն վիճակը, Ուկրաինայում մենք տեսնում ենք ուղղափառ եկեղեցու դեմ դաժանագույն հալածանքներ եւ ինչն է պատճառը, որ Հայաստանում եւս հանկարծակի, ինչպես ասում են, հարթ տեղում առաջացավ ծայրահեղ ծանր այս հակասությունը այն ժամանակ, երբ որ մեր գլխին կախվածը, նորից կրկնեմ, սպառնալիքներ են, ոչ թե մարտահրավերներ, ինչ մենք սովորաբար ԶԼՄ-ներով փորձում ենք ներկայացնել որպես ինչ որ վտանգներ եւ այլն, ոչ, մեր գլխին կախված են սպառնալիքներ եւ ելքի միակ ճանապարհը դա միացյալ հայ ժողովուրդն է եւ հիմա երբ որ մենք փորձում ենք տրոհել այդպիսի առանցքով, ինչպիսին եկեղեցին է, որը ոչ միայն ընթանում է ներկայիս հասարակության միջով, այլև պատմության միջով է ընթանում մինչև մեր թվագրության 4-րդ դարի սկիզբը։ Ուրեմն մենք կարող ենք ստանալ այնպիսի պառակտում հասարակության, որը հնարավորություն չտա մոբիլիզացնել ուժերը, քանի որ վիտալ վտանգներ, ծայրահեղ վտանգների առաջ ենք մենք կանգնած, մեր շուրջը փոթորկում է եւ չի ավարտվել պատերազմը։ Դուք նշեցիք ուկրաինական եւ մոլդովական փորձը։ Ի հակադրություն դրա ես պիտի հիշեցնեմ վրացականը, երբ շատերից թվացել է, որ մեր ազգային ինքնանոյնականացումը մեր եկեղեցու հետ շատ ավելի խորն է եւ համապարփակ, քան վրացիներինը։ Բայց Վրաստանում ոչ միայն անհնար է պատկերացնել նման սցենար, այլև հենց այս օրերին Վրաստանի վարչապետը իր պաշտպանության անձնական հովանու ներքո առավ եկեղեցին, հավանաբար աչքի առաջ ունենալով հայկական տխուր փորձը։ Իդեպ շատ ուշագրավ զուգահեռ է, որ Վրաստանի նախկին տխրահարչակ առաջնորդ Սահակաշվիլին էլ Փաշինյանին իր անձնական պաշտպանության ներքո առավ, ասելով, որ նա կրկնում է իր նախկինում արած բարեփոխումները, ահա այսպիսի դուալիզմ։ Բայց միևնույնն է, ես չեմ կարողանում պատկերացնել, որ եթե վրաց ժողովրդի, որը ենթաազգեր ունի իր մեջ, մեգրելներ եւ այլք, այսինքն մեր պատկերացրածի պես էլ վրաց ուղղափառ իդեպ ավտոկեֆալ եկեղեցին այնքան մեծ կարևորություն չունի իր ազգի համար, որքան մերը եւ ազգային ինքնանոյնականացման համար։ Եվ աշխարհի համար էլ է։ Աշխարհի համար առավել եւս։ Իրենք մինչեւ 5-րդ դար են դարձնում իրենց եկեղեցու հիմքերը եւ այլ։ Բայց ինչպես ստացվեց, որ մեզ մոտ, երբ մենք բոլորս խոսքի մեջ խոսում ենք, ցույց ենք տալիս, փորձում ենք մեր նվիրվածությունը հաստատել եկեղեցուն, հանկարծ ու մեր պետության մեջ հնարավոր է լինում նման սցենար, նման զարգացում, չպիտի լիներ։ Գիտեք, մենք ենթարկվել ենք շատ լուրջ վայրի վերումների, որոնց մասին չենք խոսում, աշխատում ենք չխոսել, որովհետև նրանք իրենց մեջ ծանրագույն ողբերգություններ են կրում նաև։ Բայց հավատացնում ձեզ, անգամ ես կասեմ տվյալ ձեր ասացի համեմատ ինչ որ տարաշխարհիկ բան,
ասենք օրինակի համար հա հոկտեմբերի 27-ի տերորիստական ակտը մենք համարում ենք որ դա տեղի է ունեցել դե հա այսպես է այնպես է ոչ դա աշխարհի լավագույն տերորիստական ակտներ կիրառված մեր դեմ այսինքն կտրվեց բուրգի գագաթը եւ նրա փլուզումը անկասելի էր կարող ենք ասել որ այդ փլուզումը այսօր կանգ է առել կարող ենք ասել որ հասարակական հոգեբանության միջից դուրս է եկել այդ աներևակայելի ծանր ցավագար սպին որը մնաց ժողովրդի ենթագիտակցության մեջ միթե արցախյան պատերազմը այդպիսի մի սպի եւս չավելացրեց վերջին արցախյան պատերազմը այո եւ վերջինը եւ Ղարաբաղի հայաթափումը որպես գենոցիդալ ակտ վերջապես մեր մոտ տեղի ունեցավ մի բան որը շատ ավելի ծանր դինամիկա կարող է ունենալ եւ պահպանվում է մինչեւ այսօր որի մասին ես խոսել եմ համեմատաբար քիչ եմ խոսել եւ համարում եմ որ այսօր արժի որ դրա մասին նաեւ նորից իրազեկենք մարդկանց մեր զաննում տեղի ունեցել նեգատիվ սելեկցիա այսինքն բացասական ընտրություն է տեղի ունեցել բացասական ընտրությունը երբ որ տեղի է ունենում հասարակությունը շատ երկար ժամանակ խելքի չի գալիս հիմա կբացատրենք ինչու էլ բայց մի հատ հիշեցնենք որ մեզ լսողները տեսնողները մոտավորապես հասկանան ինչի մասին մենք խոսեցինք այսինքն երբ որ տեղի ունեցավ պատերազմը որում այդ վայրի վերումները պարտության վայրի վերումներ էին հիշեցնում եւ հայտարարվեցին նոր ընտրություններ նորից հաղթեց Նիկոլ Փաշինյանը անձնավորություն որը ուներ մի ռենոմե մի հասարակական համարում պատերազմից առաջ եւ բացարձակ այլ համարում պատերազմից հետո այսինքն դա անկման համարում էր արդեն իջնելու համարում էր որովհետեւ մենք կրել ենք պատերազմական պարտություն բայց նրա արչեւ դրված մարդիկ փաստորեն նախորդող իշխանություններն էին որոնց ժողովուրդը էլի չէր սիրում տեղի ունեցավ նեգատիվ ընտրություն ինչու՞մն է նրա ծայրահեղ ծանր հետևանքները նեգատիվ ընտրություն դա նշանակում է որ ոչ թե հանուն ես քվեարկել ոչ թե հանուն պայծառապագայի այսպես ասած ոչ թե հանուն վերելքի մեր ժողովրդի հանուն մեր պետականության զարգացման այլ ընդդեմ ինչ որ մարդկանց ընդդեմ անձանց ում դու չես սիրում ընդդեմ անձանց ովքեր խախտել են հասարակական արդարացիությունը բազմիցս խախտել են նաև հասարակական գլխավոր պայմանագիրը սահմանադրությունը դու չես սիրում դու ոչ մեկին էլ չես սիրում վերջին հաշվով բայց չարյաց փոքրագույնը երբ որ ընտրեցին ինչպես դու ես համարում դու այլասերելու ես քո հասարակությունը յուրաքանչյուր հասարակության այլասերումը սկսվում է նրա գագաթից որովհետև գագաթը եթե չնեղի ամբողջ մարմինը չի նեղի ձուկ գլխից է ուտում չէ ասում են ինչու է այդպես որովհետև յուրաքանչյուր մանկապարտեզի երեխա փորձում է կրկնել առավել հաջողակ մարդկանց առավել հաջողակ մարդիկ մեզանում համարվում են իշխանությունները հա հիշում եք հա մենք մանկապարտեզում մի անգամ հարցում էին ով է ձեր իդեալը երեխեքին Գագիկ Ծառուկյանը իսկ ինչի է Գագիկ Ծառուկյանը ձեր իդեալը համ ինքը մարմնեղ մարդ է համ թիկնապահներով է մանգալի եւ այլն այսինքն դրանից չես խուսափի հիմա իշխանությունը որպես այդպիսի նեգատիվ ընտրության հետևանք է այս իշխանությունը այո ունի մեղքեր որոնք ժողովրդի առաջ պետք է քավի 1001 բան ինչու մենք իզոլացիայի մեջ հայտնվեցինք ինչու իրենք պրոֆեսիոնալ գիտելիքներից զուրկ էին շատ հարցերում ինչն էր պատճառը որ հոգեբանական առանցքը հնարավոր չեղավ պահել հայ ժողովրդի դիմադրունակության դրսևորումը 44 օրից ավել չտևեց եւ այլն թողնենք դա անդրադառնանք մեր ներկայիս վիճակին այո այդպիսի նեգատիվ շլեյֆը այդպիսի ալիքը նա չի կարող հասարակությունը դուրս չբերել իր հավասարակշռությունից հասարակությունը սկսում է եղծվել եկեղեցին այս դեպքում կարող է մնալ դուրս մենք բարբերաբար նշում ենք որ եկեղեցին քաղաքականությունից դուրս այդպիսի բան չկա աշխարհում գոյություն չունի եթե դա ես քեզ հարցնեմ թե աշխարհի ամենազորեղ լրտեսական համակարգը ումն է դու ում կասես իմացած այդ երկրների մեջ եթե ասենք առաջին իսկ թող լինի Մոսադը ձեռքերին ջուր է լցնող չի կաթոլիկ եկեղեցու լրտեսական համակարգի համեմատ ես քեզ դա ասում եմ 100%-ով ամենազորեղ լրտեսական համակարգը
դա կաթոլիկ եկեղեցու լրտեսական համակարգն է, համաշխարհային ցանցը եւ այլն։ Բայց որևէ կաթոլիկ պետության Բրազիլիայից մինչև Ֆրանսիա եւ Լեհաստան նախագահի մտքով երբևէ չի անցնի որևէ Հռոմի պապի, որևէ կարդինալի ու առասարակ կաթոլիկ եկեղեցուն անվանարկող որևէ հայտարարություն անել այն դեպքում, երբ փաստագրված տվյալներ կան, ասենք մանկապղծության եւ այլ մեղադրանքներով։ Այդ մարդիկ բայց ոչ մեկ խելքը հացի հետ չի կերել, որ նման բան ավելի շուտ կուտեն իրենց գլխարկները, քան թե որպեսի որևէ այդպիսի խոսք կասեն։ Նրանք Հռոմի պապի դեմ ոչինչ չեն ասի, որովհետեւ ամբողջականացնող, կենտրոնացնող հսկայական զանգվածների ոչ բռնի ամբողջականացում իրականացնողը քրիստոնեությունն է։ Անհատին սեփական վարքագծի մեջ տաբուացիա, այսինքն արգելանքներ ինքն իր համար դնելու համակարգը քրիստոնեությունն է։ Հիմա այս վարչախումբը ինչ է անում։ Քրիստոնեությունը հակադրում է մեր եկեղեցուն։ Ինքն ասում է այն ինչ անում է այսօր եկեղեցին, ճշմարիտ քրիստոնեությունը չէ։ Ինքը փորձում է զուգահեռ եկեղեցի ստեղծել։ Չէ, բայց միևնույն ժամանակ գիրքը վերցնում են ձեռքները, չէ, հա։ Սաղմոս են կարդում։ Սաղմոսից դուրս էլ մի հատ վերցնենք առարկայական, ասենք մեր եկեղեցու ներքին կանոնագիրքը։ Եվ բերում են մեջ SNN-ն, լավ, հիմա այդ ինձ չի հետաքրքրում էլի ով է աղոթում ծնկաչոք, ով կանգնած, ով ինչպիսի նվիրում ունի Աստծո հանդեպ, այդ երբ որ գա ժամանակը Աստված ինքը երևի թե գնահատի, եւ մենք մահկանացներով պետք չի որ որևէ մեկին գնահատենք, բայց հիմա ես ուղիղ հարց եմ տալի այս պահին որևէ եւ ոչ միայն այդ եկեղեցու կանոնագրքում այլ նաեւ Մխիթար Գոշի դատաստանագրքում կա կետ նորից եմ նշում կա կետ որտեղ հայոց առաքելական եկեղեցու կաթողիկոսը պարտադիր պետք է լինի կուսակրոն ընտրվելուց կա այդպիսի կետ թող այդ կետը բերեն մի հատ նայենք ես որպես պրոֆեսիոնալ եմ ասում հիմա եթե մեծ աղմուկը բարձրացել է ոչինչից ուրեմն դրա հիմքում ինչ որ ուրիշ բան կա բնականաբար դա պատրվակ է ընդամենը շատ ակնհայտ է եւ 3 պարզ դարձավ որ դա պատրվակ էր չէ մենք ունեցել ենք ամուսնացյալ կաթողիկոսներ այդպես խնդիր չկա այդպես է սկսվել ամեն ինչ բացի սկսվել է 5-րդ դարել այդպես շարունակվել օրենքների մեջ այդպիսի կետ գոյություն չունի մարդը կարող է լինել ամուսնացյալ ապաշխարած որքանով չապաշխարած այդ եկեղեցու ներքին գործն է որևէ արտաքին աշխարհիկ ուժ չի մտնում այդ հարցերի հարաբերությունների սա առաջին դեպքն է էլի ինչ որ մտել է այդ հարցը մենք բարձեցինք եւ դա ակնհայտ է որ սա պատրվակ էր կամ առիթն էր պարոն Խաչատրյան պատճառը ո՞րն է եկեղեցու հանդեպ նման հուշք ու գրոհի եւ հատկապես եթե արտաքին ու թշնամական հետք եք տեսնում խնդրում եմ բացատրեք թե ինչու է դա այդքան ուղղորդված նո այսպես ասենք արտաքին աշխարհի համար դա շատ կարեւոր երևույթ է բազմիցս մեկ անգամ չէ որ մեր եկեղեցու գլխին կաթողիկոսին սուր քննադատության են ենթարկել են անգամ այսպես ասենք հասարակական պարծավանքի էլեմենտների եւ դրանից կարելի է ենթադրել որ այո ներկայիս աշխարհը իրեն տակ ծալած պատկերացնող էլիտաները համարում են որ չի կարելի որ որևէ ազգային ինքնություն կասեցնի նրանց հաղթարշավը աշխարհով մեկ որտեղ ինչպես ուզենան այդպես էլ վարվելու են դիմադարձ կանգնած են համաշխարհային տրոնները հավատացնում եմ ձեզ մեր երկրի շրջանակում եթե մինիմիզացնենք հայոց առաքելական եկեղեցին ուրեմն հայոց առաքելական եկեղեցին պետք է բարենորոգվի հա ինչպես համարվում է պետք է բարեշրջվի եւ դառնա նրանց քիմքին համապատասխան Միևնույն ժամանակ երևի թե առերևույթ է նաև այն, որ եթե եկեղեցուն հնարավոր լինի դուրս բերել հավասարակշռությունից, ներկայիս իշխանությունը կարող է հավակնել ապագա ընտրություններում ինչ որ չափով պահպանել իր տեղը։ Ես հատուկ նշեցի այդ բառը ինչ որ չափով։ Որովհետև հասարակական համարումը ես որևէ կերպ չեմ կարողանում ֆիքսել, որ գոնե կանգ է առել եւ էլ չի իջնում։ Այդպիսի բան մեզանում չկա։ Անկամ այն հատվածներ է էլեկտորալ, որոնք ինչ որ չափով ոսկե ֆոնդն էին ներկայիս իշխանության,
զգալի չափով, լուրջ շատ չափերով էրոզիայի են ենթարկվել։ Որովհետև այն ամենը ինչը արվում է խուճապի մեջ։ Այսինքն ես այստեղ չեմ տեսնում մի ինչ որ հաջորդականություն, ես չեմ տեսնում այստեղ տեղական ինքնակառավարման, տեղական, ավելի ճիշտ մեր տեղական իշխանությունների հնարավորությունների մեջ ստրատեգիական այս գործողությունների մեջ ավելի ճիշտ ստրատեգիական ընթացք չեմ տեսնում։ Ստրատեգիական նպատակ չեմ կարողանում տեսնել։ Լավ, ասենք թե ձեր ուզածով իդեալական եղավ, ինչ ենք անում։ Վարչախումբը լուծում է եւ ներքաղաքական խնդիր, բայց ավելի շատ սպասարկում է արտաքին քաղաքական շահը։ Դա զգալիորեն ավելի բարձր շահ է, քան կամայական իշխանության շահը։ Հիշեցնեմ բոլորիդ, որ Սաակաշվիլուն ինչպես հանեցին իր հովանավոր ամերիկյան էլիտայի ներկայացուցիչներն, ասում կոմոդ համակարգային ճգնաժամ է։ Եւ մեր բարեփոխումների գլխավոր ցուցանիշը կամայական երկրում դա իշխանության խաղ անցումն է մեր տեխնացուից մյուս մեր տեխնացուին։ Այսինքն այն ժամանակ Իվանիշվիլին համարվում էր հասկանալի է, միլիարդատեր է, փողը չի կարա բարձրակ դնի, քանի այդ ֆինանսները շրջաբերվում են համաշխարհային բանկով, եւ դա իրենց մարդն էր համարվում, դրա համար դու պետք է զիջես, նա առանձնակի դիմադրություն ցույց չտվեց։ Ավելին 1 տարի աշխատեց Իվանիշվիլու հետ։ Սահակաշվիլի նախագահ էր, Իվանիշվիլին վարչապետ։ Այո, եւ անընդհատ վերահսկում էր հարաբերությունները Իլիա II-ը։ Այսինքն որևէ տատանում թույլ չէր տալիս, բայց այստեղ երբ որ Իլիա II-ի մասին խոսում ենք, նաև նշենք, որ այո, դուք ճիշտ եք, որ Վրաստանի համար Իլիա II-ը եզակի ամբողջականացնող դեմք է այդ տարաբնույթ էթնիկական պեյզաժի համար, էլի, որտեղ կան ասենք, ու կան ժողովուրդը, ես առաջին անգամ որ կարդացի Փշավներ ազգի մասին, ճիշտ ասեմ, տեղյակ չէի, չնայած այդ պատմության ֆակուլտետում էլ էի, փիլիսոփայությունը պատմության բաժին էր, էլի։ Եվ հասկացա, որ այո, այդ Հյուսիսային Կովկասի դեպի հարավ իջնող հատվածը սվաններ, խևսուրներ, այդ ամենի ներսում հաստատել ինչ որ հարաբերական խաղաղություն եւ հարաբերական իշխանություն, թեկուզ հոգեվորի ոլորտում, դա իսկապես ամենաթանկարժեք բաներից մեկն է եւ Իլիա II-ը կարողացել է նաև իր քաղաքական գործունեության ընթացքում վաստակել այնպիսի համարում, որը բառից բուն իմաստով այսօր ճնշող է Վրաստանում։ Բացի այդ նաև աշխարհում թերևս ամենաերկար պաշտոնավարող պատվիրակներից մեկն է 70-ականների վերջից սկսած նա պաշտոնավարում է, շուտով արդեն հավանաբար 50 տարին կլերանա, այնպես որ բարձ է որ պատկառանք կա նրա անձի եւ այդ ինստիտուտի հանդեպ։ Բայց մեզ մոտ երբ թվում է պիտի լինես ճիշտ այդպես, երբ թվում է թե եկեղեցու հետ երբևէ գործակցած, եկեղեցուն երբևէ նվիրատվություն տված, եկեղեցու հետ եւ եկեղեցու համար երբևէ աշխատած, տարբեր հանրային շերտեր, հասարակական խմբեր, մասնագիտությունների տերանձինք, ճարտարապետներից մինչև բժիշկներ, բոլոր նրանք, որոնք երբևէ առնչություն են ունեցել Մայրաթորի կամ առհասարակ առաքելական եկեղեցու մյուս 3 նվիրապետական աթոռների հետ էլ, որոնց ընտանիքի անդամները որևէ կերպ տեր հոր որևէ հարարողության են մասնակցել եւ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը այդպեսին է։ Պարոն Խաչատրյան, 3-4 հազար մարդուց ավել մարդ 3 Մայրաթորում չկար։ Նույնիսկ այն պահին, երբ առավոտից մենք այդ տագնապալի լուրերը ստանում ենք եւ շատ ակնհայտ էր, որ մարդկային բազմությունը այդտեղ կարող էր իրավիճակ փոխել։ Վերջնարդյունքում փոխեց իհարկե, ինչպես տեսակ 2 անգամ այդ գրողները հետ մղվեցին վեհարանից։ Բայց ես հավանաբար միամտորեն սպասում էի նաև մեր եկեղեցու բարձրագույն պարգևներին արժանացած մեր շատ անվանի եւ դերևս սթափ բանականությունը չկորցրած արվեստագետների հարցազրույցները, լայվերը, հորդորները, բողոքի ձայնը, աղմուկ աղաղակը աշխարհի 4 ծագերից, որ ես ինչ եք անում, դադարեցրեք, ես չլսեցի, մի ծպտուն էլ չլսեցի։ Գիտեք, մարդիկ պետք է ունենան համարձակություն։ Դե հիմա մարդուն չես կարող մեղադրել նրան, որ ինքը այդ համարձակությունը չունի, հիմա ինչ անենք։ Հա, կարող է ինքը լավ մտավորական է, կարող է միջին կարգի, կարող է պատահի կոշտրայով մտավորական է, չգիտեմ, էլի, հնարավոր բան է, բայց երբ որ մենք ասում ենք, որ այդ մարդը պետք է դուրս գար փողոց եւ իր կուրծքը ծեծեր, դա այդպես չի։ Բնավ ոչ։
Բայց գոնե պիտի դիրքորոշում ունենա։ Բայց պետքա դիրքորոշում ունենա, այդ մարդը պետքա վազի գային թե այդ դիրքորոշումը հայտնի կամ պետքա գնան նրանց մոտ, որ այդ մարդը դիրքորոշում հայտնի։ Ես որևէ մեկին չեմ ուզում մեղադրացնել, երևի յուրաքանչյուր մեկը իր տեղը թող պատասխան տա։ Ես որևէ բան չեմ ստացել եւ հույս ունեմ, որ չեմ էլ ստանալու, այդ շատ ճիշտ կլինի, որ չստանամ, որովհետեւ որևէ կերպ չհակվեմ նրան, որ ես դրանից ելնելով եմ ինչ-որ։ Ես ասում եմ այն, ինչ որ ճշմարիտ եմ համարում։ Ես համարում եմ, որ հայոց առաքելական եկեղեցին չի կարելի ոչ մի դեպքում հարվածի տակ դնել, որ ներկայիս իրավիճակում միայն իշխանության եւ հայոց առաքելական եկեղեցու սիներգիան է, այսինքն այդ փոխթափանցող էներգետիկ ռեսուրսը, որը կամբողջականացնի հայ ժողովրդին եւ կկանգնեցնի աշխարհի առաջ որպես լրջագույն միավորներից մեկի, որ մեկը ինքն է այդ լրջագույն միավորներից։ Երեկվա օրը մեզ բերում է հերթական անգամ հետեւյալ մտքին, որ մենք շատ դեպքերում ձևով ենք քրիստոնյա եւ ոչ բովանդակությամբ։ Տեսեք, երբ գրոհ էր վեհարանի վրա, հազարավոր հավատացյալներ նույնիսկ Էջմիածին քաղաքում եւ այլ հարակից բնակավայրերում եկեղեցիներում էին։ Այդ պայն աղոթք էին անում, մոմ էին վառում եւ այլն։ Այսինքն կարծես թե հոգեվոր կապը մեր եկեղեցու հետ ամենօրյա է եւ 100,000-ավոր մարդկանց է վերաբերում։ Մեր բնակչության ճնշող մեծամասնությունը առաքելադավան է։ Բայց չկա այն գիտակցումը, որ այդ եկեղեցին հարկ եղած դեպքում նաեւ դու ես եւ դու պիտի դա կրծքով պաշտպանես։ Չէ՞ որ եկեղեցի բառի ստուգաբանությունն է հենց ժողովատեղին։ Եկեղեցի, այո։ Բայց մեզնից յուրաքանչյուրը եկեղեցին ընկալում է սոսկ ֆիզիկական իմաստով, իբրև տաճար, ուր կարելի է մուտք գործել, հոգևոր ակտ իրականացնել եւ դուրս գալ։ Եվ ավելին, տեսեք ինչ անում այս վարչախումբը, 3-րդ տարին անընդմեջ գնում է Արուճի խոնարհված վանական համալիր, որտեղ հոգևորական չկա, միտումնավոր է դա անում, այնտեղ հոգևոր երաժշտության փառատոն են անում։ Եվ պարագլուխը հատուկ գնում է այդտեղ տիկնոջ հետ ցույց տալու, որ իր համար նախընտրելի է եկեղեցին, որ խոնարհված է, չի գործում եւ չկա քահանա եկեղեցում է։ Շատ հստակ ուղերձ է սա։ Էլ չասած այդ հարանվանություններին բնորոշ ուղերձները կամ սաղմոսները իր սենյակից առանց պատարակի մասնակցելու կամ հաղորդություն ստանալու, որ ավելի շատ բողոքական եկեղեցուն է բնորոշ։ Այս ամենը իմ մեջ հերթական անգամ գալիս է ապացուցելու կամ խորացնելու այն մտայնությունը, որ մենք անվանապես ենք շատ հաճախ առաքելական եկեղեցու զավակ, որ մենք ձևով ենք քրիստոնյա, բայց բովանդակությամբ երբեմն քրիստոնյա չենք։ Գիտեք, դա նոր երևույթ չի, բոլոր ժամանակներին է յուրահատուկ։ Երևի թե Շեքսպիրի Համլետը եւ տեսած եւ կարդացած կլինեք, էլի։ Համլետը հենց վերաբերում է կաթոլիկներին։ Երբ որ չնչին բողոքական հատվածը Անգլիայում պարտադրում է իր իշխանությունը բողոքականներին, քանի որ ունի ինստիտուցիոնալ իշխանություն, ինչպես մեր մոտ, գրվել է այդ Համլետը։ Համլետը ինքը անձնավորություն է, որը միշտ կարող է վրեժխնդիր լինել, բայց նա թուլամորթ է։ Նա չի գնում այդ վրեժխնդրությանը։ Միայն վերջում, երբ որ հասկանում է, որ ինքը էլ չկա, այդ ժամանակ վրեժխնդրություն է իրականացնում։ Ինքը մահանալու է արդեն։ Հա, հիմա այսպես ասենք, որ մարդիկ աշխատում են խուսափել հնարավոր բախումներից ինստիտուցիոնալ իշխանության հետ։ Բայց դա այդպես չի, էլի, եթե եկեղեցու հետևորդների քանակությունը աներևակայելի մեծ է, նրա հետ համեմատվող ոչինչ Հայաստանում չկա։ Կամայական կրոնական ուղղություն նրանց զիջում է բազմաթիվ անգամներ։ Ուրիշ խնդիր է նրա կազմակերպվածության աստիճանը, ուրիշ խնդիր է նրա ժողովրդի մեջ թափանցված լինելու աստիճանը, բայց միևնույն ժամանակ հաշվի առեք մի հանգամանք, եկեղեցին пассив ընթացքի կառույց է։ Այսինքն ինքը եկեղեցին համոզված է, որ ինքը հավերժական է, իսկ այ իշխանությունները ոչ մեկն էլ հավերժական չեն եղել։ Հիմա մեր իշխանությունը հավերժական է, իհարկե ոչ։ Բայց մյուս կողմն էլ կա դրա, որ ներկայիս կաթողիկոսը մեր եկեղեցու կազմակերպական հիմնադիրն է։ Այսօրվա այդ հայոց առաքելական եկեղեցու կազմակերպական հիմնադիրը հակառակի նման իմ իդեալ Վազգեն առաջինը չէր։ Նա կազմակերպական խնդիրներում թույլ էր, չէր կողմնորոշում շատ բաներում, ինքը խորը անձնավորություն էր փիլիսոփայության մեջ, արտասանության մեջ, նաև դիվանագիտական հարցերում շատ խորահմուտ, խորագիտակ։ Ոչ մի հարց այդտեղ, այսինքն նա կարող էր անել բան, որը ասենք, ես չգիտեմ, հազարամյակում այդպես բան արած եղել են, օրինակ, երբ որ նրան տարան, որ նա ելույթ ունենա համայն խորհրդային միության համայնքների առաջ եւ նստած ամբողջ պոլիտբյուրոն այն ժամանակվա եւ նա վեր կացավ եւ ասեց իր ճառը,
որ աստվածընտրյալ ազգը հрьяաները չեն։ Աստվածընտրյալ ազգը խորհրդային միության ժողովուրդն է, որտեղ Աստծո գլխավոր սեփականությունը տիեզերքն է, որտեղ չի թողել մարդու մտնի, ում որ թողել է տիեզերք մտնի, նա էլ Աստվածահաճո ժողովուրդն է, Աստծո ընտրյալ ազգն է։ Քանի որ սովետական միությունը պարզ չի ինչքան ծափ տվեցին։ Այսինքն դա դիվանագիտություն էր բարձրացված այն մակարդակի վրա, որը հասանելի չի այսօր։ Մենք ոնց էլ անենք, դրան չենք հասնելու։ Բայց հիմա երկրի վրա գոյություն ունեն խնդիրներ, որոնք կոչվում են կազմակերպել կառույցը։ Այդ բանը այնքանով որքանով մենք այսօր տեսնում ենք իր խնդիրներով, միգուցե թերություններով, էսովենով, դա ներկայիս կաթողիկոսի արածն է։ Մասամբ Վազգեն առաջինի օրոք, որի հետ մերձավորագույն հարաբերությունների մեջ էր, դրանից հետո շատ կարճ Գարեգին առաջինի ժամանակ եւ հետո ինքը։ Հիմա ես ուզում եմ հասկացածն եմ, էլի, եթե մենք եկեղեցու ներսում մտածում ենք, որ կարող է իշխանությունը ինչ որ process տանել, հասկանալի չէ, որ այդտեղ ապերախտների բազմություններ չկան եւ չեն էլ կարող լինել։ Բազմություններ ոչ, բայց առանձնյակներ կան, որոնց ձայնը ցավոք սրտի շատ բարձր լսելի է, նույնիսկ բազմությունից էլ ավելի բարձր։ Ինչպես եք համարում, նրանց եթե կարգալույց արեցին, այդ ձայնը էլի բարձր լսվելու է։ Արդեն կարգալուծվածների մասին է խոսքը։ Կարգալուծվածների մասին խոսքը դե հիմա կարգալուծվածները միշտ էլ է որոնց ստանում են հանրային, ներկայացնում են իրենց եկեղեցական նախկին կոչումով, վարդապետի կապայով էլ նստում են եւ խաչով, որ իրավունքը չունեն։ Հա, չունեն։ Ու սկսում են հեքիաթներ պատմել։ Եվ մարդիկ էլ ցավոք սրտի լսում են, ոմանք կարող են նույնիսկ հավատալ։ Չէ, գիտեք, եթե 80-90% բնակչության իրեն համարում է հայոց առաքելական եկեղեցու դավանորդ, դուք ճիշտ եք, շրթնային հավատքը շատ դեպքում։ Այսինքն մարդը ասում է, բայց եթե խորացար թե իսկ պասը պահում ես, աղոթում ես քանի անգամ, տոները որոնք են, ինչպեսի պատարակ գնում ես, թե պատարակի գնում ես, հաղորդություն ընդունում ես, չես ընդունում եւ այլն, կպարզվի որ դա շրթնային հավատք է, մարդիկ ասում են։ Բայց հիմա ասում են, չեն ասում։ Եթե ես տեսնում եմ հայոց առաքելական եկեղեցին, իշ ճարտարապետական անգամ կոթողով նա իմ համար մագնիս է։ Տարբեր երկրներում երբ որ տեսել եմ, ես ուղղակի նայից ձգում եմ, որովհետև դա իմ նախնյաց հոգևոր կնիքն է, որը անցնում է բոլորիս միջով։ Դա արքետիպային հզորություն է։ Պետք է հասկանալ, որ եթե դու այ արքետիպին հարված հասցրիր Բարսատիկի քարով, ատոմային ռումբով պատասխանը սպասիր։ Այսպիսին է աշխարհը, եղել եւ մնում է, նա չի փոխվելու։ Եվ երբ որ մենք հիմա այսօր բերեք ինչ որ նոր օրակարգ բերենք, էս անենք, այն անենք, ոչ, մեր ստեղծված իրավիճակի հիմքում ի՞նչն է անկած։ Համակարգը, ինստիտուցիոնալ համակարգը գտնվում է ներկայիս իշխանության ձեռքին։ Ինքը ամեն կերպ դա կարող է օգտագործել։ Փառք Աստծո սահմանադրությունը, որը ընդունել են, իշխանությանը տալիս է բացարձակ հնարավորություններ, ճիշտ է։ Դա բացարձակ ճնշման մեխանիզմ է։ Եվ որևէ օրակարգով դրա հետ հնարավոր չի պայքարել եւ կասեցնել։ Իրենք այդ սահմանադրությանը չեն էլ նայում որևէ նորմ խախտելիս։ Ասենք այդ սահմանադրությունում գրված չէ, որ վարչապետը կարող է հայհոյախառն գրառումներ անել մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ կալանքի որոշում, բայց ինքը արդեն որոշում է, որ պիտի կալանք լինի։ Սահմանադրությունը նման բան չի սահմանում։ Նկատի ունեմ, եթե բացարձակ միապետություն էլ լիներ Հայաստանի Հանրապետությունը կամ չլիներ, հիմա հանրապետություն է կոչվում, չէ՞։ Գլխավոր անձնիշխան ունի պետության կառավարման իր պատկերացումը, եւ շատ հաճախ նա չի էլ նայում, թե ինչ է գրված այդտեղ։ Ես չգիտեմ նույնիսկ նա կարդացել է կամ տեղյակ է իր լիազորությունները։ Չէ, հիմա կարդացել է, չի կարդացել է, կապ չունի։ Մենք հանրապետության նախագահը կարդացել է, մենք գիտենք, որ վարչապետին տրված իրավունքները աներևակայելի մեծ են։ Այդ մեծ իրավունքների կիրառումը հանգեցնելու է ինստիտուտների հնազանդեցմանը մինչև վերջ, որովհետև կամայական ինստիտուտ ձևավորվում է նրա կամքի շրջանակում։ Հիմա մենք հիմքը պետք է նայենք, թե չէ դե, հա, տենց հիմա Տրամփն էլ բանի տեղ չդրեց, ասենք գործող օրենքը 73 թվականի եւ սկսեց պատերազմ, բայց թող մի օր էլ ավելանար այդ պատերազմը։ Ես նկատի ունեմ, որ անձնիշխան դառնալու ճանապարհին սահմանադրությունը չի, որ նրա ձեռքերը արձակում է։ Չէ, սահմանադրությունից է սկսվել։ Միգուցե եւ, բայց ինքը չի սկսվում է կանգնել։ Դրանից անցել է անդի։ Հետո գալիս է կանգնում է այնտեղ, որտեղ ինքը գեներալիզացվում է մարդը։
ինքը համարում է, որ ինքը բացարձակ իշխանության կրող է։ Դեռ ավելին, արդեն պատկերացումը դառնում է այսպեսին, ինչպես մեր բոլոր նախագահների մոտ ես տեսել եմ, որ մի միավոր ինքն է, մի միավոր հայ ժողովուրդը։ Եվ վերջապես, երբ որ հայ ժողովուրդը իրան չի սիրում, այ ինչքան մեղավոր է, ինչքան հիմար է, ինչքան ընկալունակ չի այդ ժողովուրդը, որ չի տեսնում, թե ինքը ինչպիսին է։ Ես կուզեի ձեր մասնագիտական կարծիքը լսել նաև հայ աթեիստների մասին։ Ես էլ իմ շրջապատում, ինչպես շատերս, ունենք աթեիստներ, որոնց հետ ես երբևէ այս թեմաների շուրջ բանավեճի մեջ չեմ մտնում։ Ընդհանրապես աթեիստի հետ կրոնական որևէ թեմայի շուրջ բանավեճի մեջ մտնելը անպտուղ զբաղմունք է։ Բայց ի տարբերություն այլ ազգի աթեիստների, հայ աթեիստների մի մասի մոտ, մարտնչող աթեիստների մեջ ես նկատել եմ հետևյալ առանձնահատկությունը։ Նրանք ոչ թե ցուցադրում են իրենց խոր համոզվածությունը, որ Աստված չկա, այլ իրենք ուղղակիորեն եւ ուղղագծորեն պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դեմ։ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա նվիրապետության եւ վեհապար հայրապետի դեմ։ Ինձ համար աթեիզմը դա չէ։ Ես միշտ պատկերացրել եմ աթեիզմը ավելի շատ գաղափարական։ Աթեիզմը հավատ է։ Ահա։ Բայց նույնպիսի հավատ է ուղղակի հակառակ կողմից։ Այսինքն ասում ես, եթե ես ասում եմ, որ ես հավատում եմ, որ Աստված կա, նա էլ ասում է, որ ես էլ հավատում եմ, որ Աստված չկա, որտեղ ոչ ես կարող եմ ապացուցել, որ այդ Աստված, ես էլ կարող եմ ինչ որտեղ ապացուցել։ Այսինքն կառուցված է, չէ՞, տիեզերքը։ Կոնստանտներ կան։ Այդ մաթեմատիկան չի, որ բացում է տիեզերք, ինչ որ մի ուժ կառուցել է, որ մաթեմատիկան սկսում է կարդալ եւ կարդացել է մեկ պարշի, որ երրորդական մասը։ Եթե չկա այդ բանականությունը, այդ Աստված, այդ մարդկային կյանքի իմաստը ո՞րն է։ Ես էլ եմ սկզբնապես բանավեճերի ժամանակ այդ աթեիզմը դա հավատ է։ Նա հավատում, դու հավատում ես, որ Աստված կա, ես էլ չեմ հավատում, որ Աստված կա։ Ես այդ եւ նմանատիպ փաստարկներ փորձել եմ մի քանի անգամ կիրառել, տեսնելով որ բանավեճը անպտուղ է եւ փակ արատավոր շրջան է ստացվում, չեմ շարունակել, ընդհանրապես մեկ պարզ հարց եմ տվել իմ որոշ աթեիստ ծանոթների, թե արդյոք բարդ չի ապրել գիտակցելով, որ մահից հետո դու ավարտվելու ես, որ հոգին հավերժական չէ։ Ոմանք ընդունում են, որ բարդ է։ Բայց կրկնում եմ, ես մեր աթեիստների մի մասի մեջ, մարտնչող աթեիստների մեջ տեսնում եմ ոչ միայն աթեիստական խոր կողմնորոշում, այլ խորապես հակաեկեղեցական, այսինքն ուղղագիծ պայքար եկեղեցու իբրև ինստիտուտի դեմ, մի ինստիտուտի, որի հետ իրենք պիտի գործ չունենան։ Այսինքն եթե դու աթեիստ ես, ապա դու եկեղեցու հետ գործ չունես։ Դու չես կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Հիմա տեսեք, մեր падգամավորների մեջ կան անթակույց աթեիստներ, որոնք հպարտանում են դրանով, խոսքը այս քպեական падգամավորների մասին է, որոնք առավոտից երեկո գրառումներով, ելույթներով, հրապարակումներով անդրադառնում են եկեղեցու ներքին կյանքին։ Պայքարում են եկեղեցու դեմ, պայքարում են եկեղեցու նվիրապետության դեմ, ավանդների դեմ են պայքարում։ Ես ճիշտ ասած աթեիզմը այդպես չեմ պատկերացրել։ Չէ, աթեիզմը ճիշտ է որ խոսենք, եթե խոսքը վերաբերում է գիտական աթեիզմին, նա երբևէ իր մեջ չի ունեցել այդպիսի ջիղ, այսինքն որ մտնել եկեղեցու խնդիրների մեջ, եկեղեցու ներսում, դա ուղղված էր խորհրդային տարիներին ռուս ուղղափառ եկեղեցու դեմ եւ որևէ կերպ ուղղված չէր իսլամի դեմ։ Այսինքն իսլամական երկրներում գոյություն ունեցող իսլամը հանգիստ էր թողնված, այ քրիստոնյաների դեմ, ասենք, կար այդ քանի որ հեղափոխություն տեղի ունեցել են գոտիներում, որտեղ քրիստոնյաներն են հիմնականում ապրում, նրանց դեմ կար, բայց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա էլ վերացավ։ Խրուշչովը մի թեթև ինչ որ բան էր, բայց աթեիզմ ասածը որպես երևույթ, նա այսպես ասենք, էլի լուրջ չէր։ Լուրջ չի նրանով, որ երբ որ դու ասում ես, որ ոչինչ չկա, մահվանից հետո դատարկություն է։ Լավ։ Այդ դեպքում հիմա ես ասում եմ, հիմա լավ չի որ ես եթերը վեր ենք ասում այսպիսի բաների, բայց հա, արևելյան խոշորագույն իմաստնություններից մեկը, այն ինչ ծնվեց, պետք է վաղ թե ուշ մեռնի։ Բայց այն ինչ երբևէ աշխարհ է եկել, իր մեջ կրում է հավերժության տարրը։ Սա է գոյությունցող կյանքի նկարագիրը։ Այն ինչ երբևէ ստեղծվել է, ինքը ավարտվելու է։ Բայց ինչ երբևէ ծագեց, կա, ստեղծվեց, իր մեջ կրում է հավերժության տարրը։ Չի կարող լինել այդ դատարկությունը, որ պատկերացվում է։ Անիմաստ է մարդկային կյանքը։
շատ բանով մենք դրան եկել ենք նաև այսօրվա այս շրջաբերմամբ 1001 այսպես ասենք արհեստական ինտելեկտների գոյություն ունեցող ֆիլմերում արդեն օբյեկտիվ իրականության եւ սուբյեկտիվ իրականության եւ մարդկային հոգեվորի բազմաբնույթ էքսպերիմենտալ ներկայացումների ես համարում եմ, որ հա իսկապես մենք մոտեցել ենք շատ վտանգավոր մի գծի, որից այն կողմ մեզ կարող է սպասել փորձությունների այնպիսի աստիճան, որը այսօր չենք էլ պատկերացնում։ Բայց ինչ վերաբերում է մեր եկեղեցուն, մենք այդ եկեղեցին իրավունքը չունենք հանձնել որևէ դեֆորմացիայի, որևէ ծռմռվան, աղավաղման, եղծման, այնպես ինչպես մեր թշնամիները ավիրել ու եղծել են մեր գրերը։ Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև մենք ատված կլինենք ինչպես մեզ նախորդող հայոց սերունդների, այնպես էլ ապագա սերունդների կողմից։ Շատ ուրախալի է, որ մենք Մայրաթորիկ գրոհը դատապարտող արձագանք ստացանք օրինակ Վենետիկի Մխիթարյանի միաբանությունից։ Առաջին անգամ էր երբևէ կամ գոնե տեսանելի անցյալում, որ Վենետիկի Մխիթարյանները արձագանքեցին։ Շատ ուշացած էր Երուսաղեմի հայոց պատրիարքության արձագանքը, թեև եղավ, բայց բավական ուշացած էր։ Բայց կաթոլիկ համայնքի եւ Մխիթարյան կաթոլիկների արձագանքը առանձնահատուկ եմ ուզում կարևորել։ Հայրականության մեջ եղել են մասնագետներ, օրինակ կար հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որը տիտանական գործ է արել եւ պետք է արժանին մատուցել, բայց երթվյալ հակաեկեղեցական էր, եկեղեցամարտ էր իր բնույթով, ավելին ասում էր, որ ավելի լավ է լինել աղանդի ներկայացուցիչ, քան հայրաքելական եկեղեցու, որը մեծագույն աղանդն է, այսպեսի անընդունելի արտահայտություններ էր անում, անձնական վիրավորանքներ եւ անվանարկումներ 4 վեհափառների հասցեին, Վազգեն առաջինի, Գարեգին առաջինի, Արամ առաջինի եւ Գարեգին երկրորդի, բայց այդ ամենը մի կողմ։ Ինքը պնդում էր եւ ինձ համար անհասկանալի են դրա պատմական հիմքերը, որ հայ կաթոլիկները մշտապես ավելի պաշտպանունակ են եղել, կազմակերպված են եղել, քան հայրաքելականները։ Վերում էր Մուսալերան օրինակը, բայց ընդհանուր առմամբ ասում էր, որ եթե մենք քրիստոնյա ենք, ապա մենք պիտի լինենք առնվազն կաթոլիկ եւ ոչ թե առաքելական։ Այն դեպքում, երբ ես վստահ եմ, որ լուսահոգի պարոն Կարապետյանը շատ լավ գիտեր, թե ինչպես է կաթոլիկ եկեղեցին դարեր շարունակ վերաբերվել հայրաքելական եկեղեցուն, եւ թե ինչպես հնարավոր եղավ ընդամենը 10 տարի առաջ Հռոմի նախորդ պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ հարթել այդ միջդավանաբանական խնդիրը, այն էլ մասնակիորեն հարթել։ Կարդինալ կար, ես շատ լավ հիշում եմ Ջանֆրանկո Ռավազի, որը եկավ Երևանի պետական համալսարան, ես համալսարանի գիտխորհրդի անդամ էի այն ժամանակ, եւ ասաց բացահայտորեն, ասաց, որ կաթոլիկ եկեղեցին շարունակում է հայրաքելական եկեղեցին ընկալել իբրև հարանվանություն։ Ես այսքանից հետո ապշում եմ, որ կան հայ մարդիկ, որոնք պնդում են, թե հայ կաթոլիկ եկեղեցին շատ ավելի պաշտպանունակ էր կամ կարող էր լինել մեզ համար քան հայրաքելականը։ Չէ, նախ սկսենք նրանից, որ ինչու են առաջինը ձայնը բարձրացրել Մխիթարյան միաբանությունը։ Մխիթարյան միաբանությունը երևի թե ամենալավը գիտի, թե ինչ ծառայություններ է մատուցել մեր ժողովրդին, ազգին, նրա մշակույթը պահպանելու, փրկելու եւ զարգացնելու համար հայոց առաքելական եկեղեցին, որտեղ իրենք այդ մշակույթի մասին գրել են եւ ես հանում եմ գլխարկս նրանց առաջ, որ իսկապես գրել են, նկարագրել են, անգամ Հայաստանի աշխարհագրական նկարագրությունը որպես այդպեսին մենք իրենցից ունենք, ոչ մի խնդիր, բայց նրանք գիտեն, թե ինչ է հայոց առաքելական եկեղեցին։ Մեկն էլ Հայաստանում չլինելով է գրել այդ մասին Ղևոն Տալիշյանը։ Երբ որ ստացել է, գրել է այնպես, ինչպես ստացել է։ Նկարագրողը գյուղապետն է, այսինքն այն անձինք, ովքեր անգիր գիտեն, կողմնորոշվում են աշխարհագրական կողմերով եւ նկարագրությունը աշխարհագրական այնպեսին է, որ ցնցվել կարելի է, էլի, որ կարելի է թիզ առ թիզ դա դնել, չափել ու նորից վերաբաշխել, եթե կարիքը դրա լինի։ Բայց դիտարկենք մյուս կողմից, հիմա մենք տարիներ առաջ հիշում եք երևի, որ Նարեկացուն ճանաչեցին Տիեզերական եկեղեցու վարդապետի։ Տիեզերական վարդապետ։ Ինչու։ Ինչու ճանաչեցին։ Այդ բանը մնաց ստվերում, ճիշտ է, որովհետև կարելի էր ասել, թե դե լավ, Նարեկացի էլ կա, հիմա մենք ունենք խոշորագույն այրեր, հա, որոնք եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Տաթևացի ունենք, Հովհան Որոտնեցի ունենք, Ներսե Շնորհալի ունենք, բայց ինչու Գրիգոր Նարեկացի։ Քրիստոնեության կարևորագույն
լրջագույն համակարգային խնդիրը լուծում է Գրիգոր Նարեկացին։ Երկրորդ դատաստանի հարցը հանում է Գրիգոր Նարեկացին։ Այսինքն հակասություն է, չէ՞, եթե մի անգամ դատվեցիր, գնում ես դժոխք եւ դրախտ, եւ դրանից հետո նորից պետքա դատվես։ Հիսուսն եկավ երկրորդ անգամ նորից, ինչի՞։ Մի անգամ դատվել ես, եթե Աստված է դատել, նա կարող է սխալվել։ Եվ մենակ մեր եկեղեցու անթեղած ճշմարտությունների, այդ այնպես չի որ Նարեկացին հենց ինքն է հանել դրել, ամենայն հավանականությամբ նա վերցրել է նաև իր ուսուցիչներից, այդ ուսուցիչները իրենց ուսուցիչներից, որ մտքի իմաստնության, մտքի դիվանում քո դատակնիքը պահպանվում է, դատակնիքը ձեռքիդ ես գնում երկրորդ դատաստանին։ Մինչև այսօր քրիստոնեությունը այդ հակասությունը չի կարողացել լուծել։ Մենք էլ դա չենք ներկայացնում, մենք էլ ամեն անգամ դեպի ինչ ասեմ, մենք այն գանձերը, որ կան, որևէ կերպ չենք անում դնում ի ցույց, գոնե մեր հասարակությանը, եւ կանգնում ենք ամեն անգամ այսպիսի խնդիրների առաջ, թե բայց ինչի ես գնացել եմ, ես լավ հիշում եմ էլ այդ ՆԱՏՕ-ի վեհաժողովներից մեկի ժամանակ, երբ որ այնտեղ գլխավորը այսպես կոչված այդ ռեստորանի սեղանն է, որտեղ այնտեղ ամեն ինչ ձևական է, այդ ելույթները բանը, եւ այստեղ մարդիկ ուղակի դեմա նստել եմ, իմ առջև նստած է ինֆորմացիայի բաժնի պետը, մի բավականին գիրուկ անձնավորություն, որը ուղակի նետեց մարտահրավեր միանգամից հարցնելով, թե իսկ դուք ինչի կաթոլիկ չեք։ Դա կարդացել եմ ես, կրոնագետ եմ, փիլիսոփա եմ։ Ինչու դուք կաթոլիկ չեք։ Ես եկել եմ ասում 3 անգամ Հայաստան, ինձ ոչ մեկը չի կարողացել բացատրել, թե ինչու կաթոլիկ չեք դուք։ Դուք պետքա կաթոլիկ լինեիք։ Ինչ կարող ես բերել, ասի ես, դե իմ բառերով ես չեմ, դե կողքս նստածա թարգմանիչը, որ աուտենտիկ թարգմանություն է անում։ Համենայն դեպս անգլերենը հաստատ ինձ զգալիորեն լավ գիտի, ինքը իրան անվանեց, որ տարբեր բաների վարպետ է, այսինքն թարգմանել է Տոլստոյ, Դոստոևսկի եւ այլն։ Հիմա ասի ես իմ խնդրանքն է, որ դուք լսեք, թե ինչ է ասում Գրիգոր Տաթևացին, էլի։ Եկեղեցու մասին մենք համարում ենք, որ եկեղեցին Գրիգոր Տաթևացին ասում է, որ առաջին մեղքը մարդունը չէ, նախնական մեղքը սատանայինն է, մեղքը Աստծո կամքին դեմ գնալն է երկնքում, առաջինը դեմ է գնացել սատանան, հետեւաբար սատանան դա մի աչք է, որը ակնախնձոր չունի, կոպը փակված է թե բաց, ոչ մի նշանակություն չունի, մարդը երկրորդն է մեղքը գործել, դրա համար նա ակնախոռոչն է լի առողջ աչքով, բայց կոպն է փակված եւ եկեղեցու գլխավոր ձգտումը եւ գլխավոր նպատակը այդ կոպը վերբարձրացնելն է, որպեսզի մարդը տեսնի Աստծո լույսը։ Թարգմանեց, վերջացրեց, սա վերկացա, ասես խնդրում եմ դադարեցնել, բան, դեռ նստած են նաեւ իր ենթակաները։ Ես չեմ կարող ասել կոնկրետ դա ճիշտ է, թե ճիշտ չի, բայց դա այնքան գեղեցիկ է, որ այս մարդկանց համոզմունքները կփոխվեն։ Հա։ Եվ պետք չի որ մենք պատկերացնենք, որ հա մենք ճամփեզրի աղբի մեջ գալարվող մի ինչ-որ բազմություն ենք։ Այդ պատմությունը հիշեցրեց մագիստրոս Պահլավոնու հայտնի 1000 տողյանի պատմությունը, երբ նա կարողացել է տավանափոխ անել մի արաբի։ Դասական մակարդակ, էլի որ դե խելքով է, զորով չի։ Երբ որ դու ասում ես, չէ, չնայած այդ մի քիչ կեղծ դիլեմա է, այսպես ասած, որովհետև Ղուրանը եւ չափածո է եւ արցակ, ինչպես Աբուլ Ալա-Մահարին էլ սկզբից արցակ է, հետո չափածո, որպեսզի նմանվի։ Ղուրանում երկուսն էլ կա, այնպես չի, որ սոսկ չափածո է միայն Ղուրանը։ Հա, կան բացառիկ հատվածներ Ղուրանի, բայց այնուամենայնիվ նրա գլխավոր հերոսներից մեկը Հիսուս Քրիստոսն է, չէ՞։ Այսինքն միայն վերջին փուլում Մուհամմեդը ավելացնում է քանակությունը այն հատվածների, որոնք իօգուտ Աբրահամի են, որը հիմնադիրն է համարում։ Կրոնի հիմնադիրը Մուհամմեդը չէ, Աբրահամն է ըստ իսլամի։ Բայց գլխավորը դե Հիսուսն է, դրա համար նա չունի որևէ խնդիր այդ հարցում։ Մեր զրույցը ամփոփում ենք, պարոն Խաչատրյան, վստահաբար այս գրողները եկեղեցու դեմ շարունակվելու են։ Սկզբնապես շատերս ակնկալիք ունենք, որ եկեղեցին պիտի բավական կոշտ հակադարձի, ընդհանուր ասենք բանադրանքի կոչեր էին հնչում։
բայց հիմա առավելապես մեր բոլորի տպավորությունն է, որ եկեղեցին չպետք է դուրք տա այն սադրանքներին, որոնք հակառակ կողմից հնչում են, պիտի մնա իր վեհ բարձրության վրա, ինչպես իջնենք այդ մակարդակը եկեղեցով հանդերձ։ Բնավ։ Իհարկե ոչ, բա այս գանձերն չի ենք նկարագրում, որ դրա սեփականատերն ենք։ Դա իջացնենք, մտցնենք աղբի մեջ հանենք, որ ինչ։ Ինչի համար այդ կեղտոտ սպիտակ եղենը հանենք դուրս շպրտենք, եւ ինչի դուրս շպրտեցինք։ Եթե որևէ մեկը այստեղ համարում է, որ որևէ ծնված մարդ մեղք չի գործել, այդպիսի բան չկա։ Հնամենի ճշմարտություն է, եթե ծնվել ես, ուրեմն մեղսավոր ես արդեն։ Հաստատ մի ինչ-որ մրջուն տրորել ես, հաստատ մի տեղ ինչ-որ մի բան արել ես, որը շատերին դուր չի եկել միգուցե, բայց տվյալ պահին պարտադրանք է եղել 1001 բան։ Եվ հիմա եթե մենք վերցնենք եւ մանրատակի տակ տնենք մարդու առօրյան եւ սկսենք դրանով խոսել մինիմիզացված առանձին օրինակի վրա ընդհանրապես մարդկության մասին եւ ընդհանրապես հայոց առաքելական եկեղեցու մասին, հա, մենք չէինք կարող ընդունել, որ Հիսուսը ունի երկու իրարից անկախ բնություն։ Նա ունի մեկ բնություն Աստվածամարդո, որպեսզի մարդը պեղումներ չանի Հիսուսի մեջ անիմաստ տեղը։ Որովհետև եթե ասեցինք, որ մարդը եւ Աստված, այդ դեպքում կանգնելու է հարցը, իսկ որ դեպքում ավարվել մարդ եւ որ դեպքում որպես Աստված։ Եվ դուրս չես գալու այդ խնդրից, մինչեւ այսօր քայքայվում է երկիրը քրիստոնեից դրա տակ։ Ինչի, որովհետև դու ասում ես, քանանացի կնոջից ջուրը խնդրեց, մարդու պես ծարավել էր Հիսուսը։ Բայց Ղազարոսին հարություն տվեց, այդտեղ ինքը Աստված էր։ Բայց որտեղից դու գիտես, դու հյուլե, խոշեհատիկ դիեզերքի։ Դու որտեղից կարող ես իմանալ անսահմանությունը իր մեջ կրող Աստծո վարքագծի գնահատականը, մարդեր այդ ժամանակ թե Աստված։ Նույնիսկ որևէ տիեզերական ժողով չի կարող երբևէ դրան պատասխանել։ Դա հնարավոր բան չի։ Որքան էլ հավակնեն։ Այսինքն դու գնում ես մի այնպիսի որոգայթ ես ընկնում, որը հիշեցնում է անընդհատ վազող սկյուռիկին անիվի մեջ։ Հա, կարող է վազի, բայց նա այդ վազքը չի վերջանալու։ Այդ անիվը շրջվելու է, ինքը վազելու է։ Մենք դուրս ենք բերել, այդ փորձն ենք արել դուրս բերել քրիստոնեությունը հակասականությունից։ Եվ հիմա հանգարց ամբողջ քրիստոնեից աշխարհը անտարբեր է, ինչի, որովհետև էլի տաներ են եկել, որոնք համարում են, որ ազգային կրոնները, ինչպես նաև քրիստոնեությունը դեմ է իրենց շահերին։ Իսկ քանի որ իրենց շահերը համաշխարհային են եւ իրենց պատկերացմամբ համատիեզերական, քրիստոնեությունն էլ պետք է հարվածների տակ գնի, իսլամն էլ պետք է հարվածների տակ գնի եւ այլն, բայց պետք է օգտագործել իսլամը իսլամի դեմ, իսլամը քրիստոնեության դեմ, որովհետեւ հնարավորինս այդ կրոնները հոշոտեն իրար։ Եվ երբեք չմիավորվեն համաշխարհային էլիտաների շահերը խուզելու ճանապարհի վրա։ Ես շատ շնորհակալ եմ այս կարևոր բարձրաբանող հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի։ Զրուցում էի կրոնագետ փիլիսոփա, աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, խորհրդանի նախկին падգամավոր Վարդան Խաչատրյանի հետ սա օրախնդիրն էր 168 TV-ի եթերում կհանդիպենք վաղ։ Ցտեսություն։